Կիրակի օրը Գյումրուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Փարաքար, որտեղ նույնպես մարտի 30-ին ընտրություններ են։ Գյումրու խայտառակ ընդունելությունից հետո ՔՊ վերնախավը որոշել է Փարաքարում նախապես շահետնել Փաշինյանի այցի մասին, որ կարողանան լավ մասովկա ապահովել։ Բանն այն է, որ նույն օրը վարչապետի այցից 1 ժամ առաջ համայնքի կենտրոնում ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը համերգ էր կազմակերպել, որին մեծ թվով փարաքարցիներ են ներկա եղել։ Համերգի կեսից լուրը հասել է, որ Փաշինյանը գալիս է։ Համերգ լսելու եկած փարաքարցիներից շատերը չեն հավատացել, սակայն այցից կես ժամ առաջ ոստիկանությունը լցվեր գյուղ, ոմանք հասցրել են հեռանալ։ Իսկ Փաշինյանն ախրանիկներով քայլել է համերգ լսելու եկած բազմության միջով, բարևել, նկարվել եւ արագ հեռացել։ Անգամ չշնորհավորեց մեր միամսյակը, քամուպես եկավ, քամուպես հեռացավ, պատմեց փարաքարցի մի կին։ Ուրբաթ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հերթական փակ հանդիպումն է ունեցել ԱԺՔՊ ֆրակցիայի հետ, ներկա են եղել նաև կառավարության եւ ՔՊ վարչության անդամներ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության տեղի ունեցել քննարկում Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի շուրջ։ Հիշեցնենք, ընդամենը 1 շաբաթ առաջ էր Փաշինյանը նույն թեմայով եւ նույն վայրում փակ հանդիպում ունեցել ՔՊ-ի հետ։ Չնայած նա ՔՊ-ականների վախը բռնել է, որ քննարկումից արտահոսք չանեն, որպեսզի Աղազարյանի օրը չընկնեն, սակայն падգամավորներից մեկը պատմեց, որ անսպասելի հանդիպման պատճառը Եղեշե Կիրակոսյանի հրաժարականն է եղել, որ տեղի էր ունեցել նույն օրը։ Փաշինյանը փորձել է կանխել մյուս թիմակիցների հնարավոր ըմբոստությունը, համարյա 1 տարի է մամուլը գրում է Կիրակոսյանի հրաժարականի մասին, որի պատճառն Ադրբեջանի պահանջով միջազգային հայցերից հրաժարվելն է։ Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է, որ խաղաղության գործընթացը գլուխ չի գալիս, Ալիևը չի հրաժարվում ոչ հայցերից, ոչ միջանցքի պահանջից, իսկ եթե մենք մերժենք, ապա պատերազմն անխուսափելի է լինելու։ Նա նախատեսել է ուսապարկերին, որ պետք է այդ մասին ակտիվ իրազեկել հանրությանը, որպեսզի բոլորը հասկանան։ Իդեպ վերջին շաբաթներին ՔՊ-ականներն ակտիվ այցեր են կատարում, հատկապես Սյունիք։ Օրինակ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անցած շաբաթ 2 այց է կատարել եւ հանդիպել կուսակիցների հետ։ Նրանց ինստրուկտաժ է արել, որ նրանք էլ իրենց հերթին սյունեցիներին վախեցնեն պատերազմով։ Ակնհայտ է, որ Ալիևն ու Էրդողանը հասկացրել են, թե ինչպես ստանան իրենց ուզածը Նիկոլին պատերազմով վախեցնելով։ Ժողովուրդ օրաթերթը 3 դատախազ Գևորգ Քոչարյանից տեղեկացավ, որ նա աշխատանքից ազատման դիմում է գրել։ Գևորգ Քոչարյանը դատախազության նորաբաց ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչության դատախազն էր։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի, պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանի, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի եւ այլ անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազ Գևորգ Քոչարյանը վերջերս աշխատանքից ազատման դիմում է գրել։ Պատճառն այն է, որ Քոչարյանին խոստացել են նշանակել վարչության պետ, բայց չեն նշանակել։ Հիմա նա հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու է։